Իսկ երբ ես անցա թոշակի, ես հասկացա, որ ես ունեմ շատ ժամանակ, որ ես կարող եմ լրացնեմ այդ բոլոր բացերը, այն ինչ որ ես երազել եմ, ժամանակ չեմ ունեցել, չեմ կարողացել։ Եվ ինձ ժպտաց այս հնարավորությունը։ Կասեք դրա մասին։ Թոշակառու եմ, ավարտել եմ Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, ռուսաց լեզվի մանկավարժ եմ աշխատել 40 տարի Երևանի բժշկական քոլեջում եւ դուրս եմ եկել թոշակի։ Իմ աշխատանքային գրքույկում մի ընդամենը գրառում է եղել, ընդունվել է եւ հեռացել է։ Միայն այդտեղ եմ աշխատել 40 տարի ռուսաց լեզվի մանկավարժ։ Հրաշալի է։ Թոշակի անցնելը ձեր կյանքում որևէ բան փոխեց։ Այ, ես այդ դրա մասին կուզեի պատմել ձեզ, գիտեք, ես մի տեսակ հոգնել էի այդ 40 տարվա մանկավարժական աշխատանքից, որտեղ պատկերացնում եք, մանկավարժի աշխատանքը ընդհանրապես ծանր է, իսկ լեզվի մանկավարժի մանավանդ, որտեղ 80 րոպե 90 րոպե խոսում ես եւ ընդամենը 10 րոպե հանգստանում։ Հետո նորից ես ուղղակի երազում եի, թե երբ պետք է գա այդ օրը, երբ ես հանգստանամ այդ ձայներից։ Եվ հենց լրացավ 63 տարեկանս, վազքով կարող եմ ասել, գնացի եւ դիմում գրեցի եւ անցա թոշակի։ Բուկվալնա մի տարի հետո ես փոշմանեցի դրա մասին։ Տարածիորեն մեկ տարի, որովհետեւ այնպեսի ամուսինս էլ իմ հասակակիցն է, ինքն էլ այդ ժամանակ դուրս եկավ թոշակի եւ ստացվեց, որ մենք այսպես շատ ժամանակ ազատվեց եւ մենք չգիտենք ինչով զբաղվել, որտեղ ընդամենը մեկ թոռ ունենք, թոռի հոգսն էլ գիտեք, կիսվում է ծնողների եւ այնպես չի, որ ամբողջ ժամանակ զբաղված ես դրանով։ Եվ դատարկություն առաջացավ։ Եվ գիտեք ինչ եմ ուզում ասեմ, մյուս կողմից կարող եմ ասեմ։ Այո, իհարկե։ Մյուս կողմից ես ուրախացա, գիտեք ինչու, ընդհանրապես կնոջը ես համարում եմ, դե կնոջ առաքելությունը մայրանալն է։ Երևի կհամաձայնեք մանավանդ հայ կնոջ։ Ու երբ կինը դառնում է զավակ է ունենում, իր ամբողջ ժամանակը նվիրում է այդ երեխայի խնամքին, դաստիարակությանը եւ իր համար ինչ որ հետաքրքրությունների համար շատ քիչ ժամանակ է մնում, իսկ եթե կինը միաժամանակ եւ աշխատում է, ընդհանրապես ժամանակ չի մնում։ Ես հիշում եմ, ես հետաքրքիր ֆիլմ էի դիտում եւ անջատում էի, հիշում էի, որ պետք է տետրերը ստուգեմ։ Կիսատ էր մնում ֆիլմը։ Մի հաճելի մեղեդի ուզում լսեի եւ չէի կարող նստեի եւ մի սուր գագաթի հետ վայելեի այդ երաժշտությունը, միացնում էի ամաններն էի լվանում եւ հետո այդ երաժշտությունը վայելում։ Իսկ Դաշտոյան կենտրոնը հանկարծակի իմ լավ բարեկամ Դաշտոյան Մարիամի մաման ինձ ասեց, գիտես որ բացվում են խմբեր, ես այդ ժամանակ արդեն նկարներով հետաքրքրվում էի, արդեն այդ իմ ծանոթ նկարիչը կոպիաներ էր անում ինձ համար, ասեց ես էլ եմ գնալու, ուզում ես արի միասին գնանք, ասի շատ եմ ուզում, ես հենց հիմա այդ գծի վրա եմ, ես ուզում եմ սովորեմ նկարել։ Եվ գնաց։ Բայց մի բան պատմեմ, մենք իրականում 4-րդ հարկում ենք գտնվում եւ մեր լիֆտը ժամանակավորված չի աշխատում, երբ որ առաջի օրը տիկին Ալիսան եկավ, սենց նայեց աստիճաններին, ասեց Մարիամ, կներես, բայց չեմ գալու։ Այսօր առաջի եւ վերջի անգամն է, որ ես քեզ կայցելեմ։ Բայց այդպես չեղավ իհարկե, այո։ Ես սիրահարվեցի ձեր ստուդիային, իսկ կպատեմ ինչու։ Հետաքրքրականն այն է, որ Մարտիրոս Բադալյանը մեր տաղավարում մի հետաքրքիր միտք ասաց, որ մարդիկ անկախ տարիքից, սեռից պիտի նկարեն, ուղղակի նկար գիտեն, նկարել չգիտեն։ Պիտի վերցնեն ներկերը սպիտակ թղթի առաջ, որովհետև դա հույզեր արտահայտելու, ներաշխարհը ցույց տալու, դրսևորվելու, որոշ դեպքերում թերապիայի ձև է, այսինքն այդ միտքը ես հաճախ հնչեցնում եմ, որպեսզի մարդկանց խրախուսեմ, ինչպես դուք ասացիք, չկաշկանդել, որ անգամ նկարել չգիտեն, ինչ որ մի բան անեն, որովհետև դա իսկապես հրաշք է։ Այ ես գիտեք ուզում եմ ձեր ասածին լրացնել, այսպեսի արտահայտություն կա շատ բոլորին հայտնի եւ վերագրում տարբեր մարդկանց ամեն երեխա каждый ребенок гений ռուսերեն տենց են ասում յուրաքանչյուր երեխա հանճար է սկզբից ասում էին որ դա Էյնշտեյնին է վերագրում են Էյնշտեյնին հետո պարզվեց որ դա Շոպենգաուրն է ասել եւ անգամ շարունակել է каждый ребенок гений и каждый гений ребенок համընկնում էր երբ մեր մեծահասակների խումբը միաժամանակ տեսնում էինք մենք այդ փոքր երեխաներին ես
չեք պատկերացնում, ես հրճվում էի այդ երեխաների նկարների վրա, նրանք նկարում էին ոնց որ արդեն կայացած նկարիչներ, 5 տարեկան երեխաները, 7 տարեկան երեխաները, ու ես զգացի, որ ես այդ ստուդիան պետք է անպայման գամ, ես լիցք եմ ստանում այդտեղ, ես տեսնում եմ հանճարեղ երեխաների, դրանց ոգևորությունը, ինչպես են ուրախանում, իսկ ինչպես է Մարիամը սիրում իր աշակերտներին, դա էլ է շատ հետաքրքիր, շատ հաճելի։ Դուք տալիս եք եւ վերցնում եք։ Մարիամ, կա արդյոք առանձնահատկություն մեծերի եւ փոքրերի հետ աշխատանքում։ Ես էլ այս ոլորտում եմ, գիտեմ, որ շատ ընդհանրություններ մեծերը եւ երեխաներն ունեն, որոնք են ըստ ձեզ այդ ընդհանրությունները եւ եթե կան առանձնահատկություններ, բարդություններ ավագների հետ աշխատանքի եւ նաեւ դրական կողմեր, այդ մասին ասեք։ Իրականում հիմա որ փորձում եմ տարանջատել, շատ մեծ տարանջատումներ չեմ տեսնում, որովհետև իրականում այո, երեխաները եւ մեծահասակները շատ մաքուր անուրջ են ու իրար շատ նման են դարձում, հա։ Երևի ավելի շատ մի քիչ ընկալումների հարցը, որ ավելի մաչելի է բացատրելը մեծահասակներին, փոքրիկների հետ մի քիչ երևի ավելի խաղային է, մեծերի հետ մի քիչ ավելի այլ է, բայց կարող եմ ասել, որ 2 տարիքային խումբն է, մեծահասակներն ու փոքրերը, ում հետ ես վայելում եմ դասը, թողներն ինձ իմ պատանիները, երիտասարդները, իրանք էլ հաստատ կասեն, երբ որ առիթ են ունենում, հա, վայելում եմ։ Փոքրերի հետ փոքրանում եմ, մեծահասակների հետ ասենց երկունքում եմ գտնվում, որովհետև շատ մի հատ անուշ զգացողություն է, եւ կուզեմ ճիշտ ասել, որ արվեստի մասին, հա, որ խոսեցինք, իմ կողմից մի միտք, որ ես ձևավորել եմ, դա այն է, որ արվեստը Աստծո լեզուն է եւ ամեն անհատ պետք է հաղորդ լինի այդ լեզվին, կարևոր չի, հա, մանուկ օրինակ ծնողները որ բերում են փոքրերին դասի, միշտ ասում եմ կարևոր չի, որ երեխան նկարիչ դառնա, կարևոր չի, հա, անգամ հիմա Տիկին Ալիսյան պարտադիր չի, որ ինքը նկարիչ դառնա, հա, ինքը ունի իր մասնագիտությունը, իր կյանքը, բայց հաղորդ լինել արվեստին, դա հաղորդ լինել Աստծուն եւ իրականում նկարչաթերապիա է ոճը հոգեկան ներաշխարը, որը շատ կարևոր է։ Գերբնական է ամեն դեպքում, վերերկրային է արվեստը իր բոլոր դրսևորումներում, ուղղություններում, հետաքրքրական է, որ երաժիշտներն ասում են, որ այ հենց երաժշտությունն է աստվածային նկարիչները, բայց իրականում արվեստի բոլոր ուղղությունները մենք դա տեսնում, հասկանանք։ Իսկ բաններն են ասում, որ երաժշտությունը պարտադիր է ուղեղի զարգացման համար, այ կա այդպիսի մի հոգեբան հայտնի, որ ասում է անպայման տվեք ձեր երեխաներին մանկուց երաժշտությամբ զբաղ, կարևոր չի, որ նրանք կդառնան մաթեմատիկոս, թե ոչ, նրանց ուղեղը կզարգանա։ Տիկին Ալիս, ձեր ընտանիքը, ես որքան հասկացա, աջակցող է, ձեր ամուսինն է, ձեր խենթությունների ընկերը, ձեր զավակները, այ ընտանիքի աջակցության մասին ասեք, որ երբ որ դուք որոշում եք ճամփորդել կամ միտեղ գնալ, իրենք չեն ասում, դե տատիկ ես նստի տան, այլ ընդհակառակը խրախուսում են, դա ինչ է ձեզ համար, գնահատում եք արդյոք դա։ Շատ եմ գնահատում եւ գիտեք իմ բախտը բերել է ինչ տեսակետից։ Մենք իմ ամուսնու հետ բացի նրանից, որ համադասարանցիներ ենք, միասին սովորել ենք 10 տարի նույն դպրոցում, Չեխովի դպրոցն ենք ավարտել։ Հիմա էլ իմ տղաները երկուսն էլ ավարտել են Չեխովի դպրոցը, երկուսն էլ ծրագրավորող են մասնագիտությամբ, բայց երկուսն էլ շատ են սիրում արվեստ, երաժշտություն, մելոմանի, չգիտեմ հայերեն կա այդ բառը մելոման, հա։